Ողջույն սիրելիներս, ձեզ հետ կրկին ձեզ սիրելի խորհրդատուն է իր համեստ պատվերով։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր որ միանում են ալիքին, ովքեր որ հետևում են, հավանում են, կիսվում են, մի խոսքով ովքեր որ հետաքրքրված են եւ խթանում են իմ ալիքի զարգացմանը։ Այնինչ ես անում եմ մեծագույն սիրով, հավատացեք, եւ շատ ուրախ ու երջանիկ եմ, եթե դա ձեզ դուր է գալիս եւ առավել եւս օգտակար է։ Դե ինչ, անցնենք առաջ, ունենք արդեն նոր կատալոգ, ինչպես տեսնում եք կադրում, մեր գեղեցկուհին այսպես լայնածավալ մեր ժպտում է, երրորդ կատալոգն է, որը գործի փետրվարի 16-ից մինչև մարտի 1 ընկած ժամանակահատվածը։ Եվ ես հենց նոր նկատեցի, որ այս կատալոգը կարճ է, 2 շաբաթանոց կատալոգ է։ Սա նվերն է, որը նախատեսվում է նոր միացողների համար, հիշում եք, որ մեր ընկերությունը ցանցային է եւ դուք կարող եք գրանցվել, գնումն անել անմիջապես պահեստից, թեկուզ հենց ձեզ համար, ոչ վաճառքի, որովհետեւ կա այդ թյուր կարծիքը, որ եթե գրանցվում եք, ուրեմն պետք է անպայման վաճառել, ոչ, բնավ դուք կարող եք ընդհանրապես գնումներ անել ձեզ համար, շահավետ տարբերակով եւ նաեւ ստանալ սիրուն խրախուսական նվերներ։ Իսկ այս նվերները առաջին անգամ պատվեր գրանցողների համար են, սա ընկերության շնորհակալություն է, որ ընտրում եք մեր ընկերության on-line խանութը։ Իսկ այդ ճանապարհին ինչպես ճիշտ ընտրել, ինչպես ճիշտ պատվիրել, ես կարող եմ լինել ձեր խորհրդատուն, եթե իհարկե ցանկանաք։ Հիշեցնեմ, որ բոլոր օգտակար հղումները գտնվում են վիդեոյի ներքևում, այդ թվում նաև կատալոգի հղումը կգտնեք այնտեղ, կարող եք թերթել, ծանոթանալ։ Կատալոգը նորույթաշատ է։ Դեռ կանդրադառնանք, այստեղ ես չեմ էլ հասցրել նայել, հենց հիմա ձեզ հետ եմ նայում, տեսեք, մեգա ակցիա ունենք։ Ընտիր, սան դեռ առանձին կանդրադառնեմ, լավ, որպեսզի ձեր ժամանակը չխլեմ, անցնենք առաջ, նայենք պատվերներս եւ շարժվենք առաջ։ Ուրեմն վերցրել եմ այսպիսի գիշերային միջադիրներ, ամենայն չիպով, նրանց համար ովքեր որ առաջին անգամ են տեսնում, այսպես եղակի դեմոնստրատիվ բացեմ, որպեսզի տեսնեք, թե ինչքան գեղեցիկ է բացվում, պահպանման համար բավականին հարմար է, այսպես էլ ցույց տամ, շատ չեմ մանրանը, բայց ահա, նաեւ տեսեք, թե ինչ հերմետիկ է փակված ամեն ինչ, իսկ որակի մասին ուղղակի լռում եմ, ինքը ամենայն չիպով է, որն ունի հոտերը կլանելու եւ իհարկե հակաբակտերիալ ազդեցություն դա, սա դժվար կլինի հետ տեղադրել, 7 հատ է պարունակում, 11295 ունենք նաեւ ցերեկայինը, որի մեջ 10 հատ է եւ ունենք նաեւ ամենօրյա օգտագործման։ Ուրեմն, այս երկու կրեմները Օմեգա Հիթը ավտոպատվեր ընկել նախորդ պատվերներից էր, որը այս պատվերների հետ ստացա, իդեպ շարքը դուրս է գալիս արտադրությունից կամ վերաթողարկվում է, հստակ ասել չեմ կարող, քանի որ հայտնվել է մեր 75% զեղչերի մեջ։ Այնպես որ եթե սիրում եք, կարող եք դեռ պահեստավորել եւ ով գիտի, միգուցե չվերաթողարկվի, հա, կամ վերաթողարկումը բավականին երկար ժամանակ խլի, բայց դուք սիրում եք այս կրեմները եւ սիրով օգտագործում եք։ 6736 է կոդը, ամբողջ շարքը այդ ցանկում ներառված է։ Իդեպ շատ հաճախ հարցնում եք, արդյոք այդտեղ տեղ գտած ապրանքները խնդիր ունեն ժամկետի հետ, բացարձակապես կրեմների ժամկետը կարող եք նայել այս հատվածում վերևի, տեսեք, արտադրված է 4-րդ ամսին, հա, 25 թվականի, այսինքն 25 թվականի ապրիլին, իսկ նման կրեմները ունեն, այստեղ կարողանամ գտնել թե չէ, ունեն 18 ամիս, տեսեք, 18 տեսնում եք, ֆոկուս, ահա 18 ամիս արտադրությունից հետո պիտանելիության ժամկետի մեջ են, այսինքն տարի 6 ամիս մոտավորապես, իսկ բացելուց հետո 6 ամսվա ընթացքում արդեն պետք է հասցնել սպառել, թե չէ արդեն դառնում է ոչ պիտանի։ Սա ինչ վերաբերում է ժամկետներին, իսկ ինչ վերաբերում է ժամկետները մոտ, հա, որոնք պետք է սպառվեն, նման ապրանքները հայտնվում են հատուկ բաժնում, քանի որ խոսեցինք այս թեմայով, նաև էս էլ ձեզ ցույց տամ, որտեղ հատուկ նշվում է, որ տվյալ ապրանքները ունեն ժամկետի հետ խնդիր, ոչ թե խնդիր, այլ շատ կարճ ժամկետներ, այդտեղ նշվում է ժամկետները եւ արդեն դուք եք որոշում վերցնել թե չվերցնել, կհասցնեք սպառել, չէ կհասցնի սպառել, նայած ինչ է։ Հենց այդ նույն բաժնում բոլորովին վերջերս հայտնվեց այս լվացքի փոշին, որը շատ լավն է եւ ունի մինչեւ մարտի վերջ ապրիլ ժամանակ եւ առաջարկում է կես գնով։ Բնականաբար լվացքի փոշին կհասցնեմ այս ժամանակահատվածում սպառել, քանի որ արժևում գարուն է եւ կլինի նաեւ գարնանային համապատասխան մաքրության պրոցեդուրաներ, որի ընթացքում կարող եմ հանգիստ օգտագործել։ Նախատեսված է հիմնականում դելիկատ լվացքի համար, շատ լավն է, ես այս շարքը շատ սիրում, շատ վաղուց չի վերցրել, ինչ ճիշտ է։ Մի խոսքով, սա հայտնվել էր այդ բաժնում եւ մարդիկ արդեն ձեռք են բերում իմանալով թե ինչքան ժամկետ ունի տվյալ ապրանքը, հա։ Հանկարծ ինչ-որ բան գնել եք, բայց պարզվել է, որ ինքը ժամկետի հետ խնդիր ունի, միշտ կարող եք ստուգել, հա, ժամկետները կրեմների վրա այս տիպի, տյուբիկների վրա այստեղ է նշվում, իսկ
սրանց վրա, օրինակ ներկերի վրա, ահա տեսեք, ներկերի վրա այստեղ է նշվում, թե երբ է արտադրված, այսինքն յուրաքանչյուր ապրանքի վրա իր արտադրման օրը, ամսաթիվը նշված է եւ նշված է թե տվյալ ապրանքը փակ վիճակում ինչքան կարող եք պահել, օրինակ ներկա արտադրված է 25 թվականի 10-րդ ամսին, իսկ պահպանության ժամկետը փակ վիճակում 24 ամիս, այսինքն 2 տարի։ Մի խոսքով սա ուղղակի փոքրիկ ինֆորմացիա, որպեսզի իմանաք եւ կարողանաք ստուգել ինքնուրույն եւ եթե կա ժամկետի հետ խնդիր, ինչ պատճառներով ստացել եք ժամկետին մոտ կամ շատ մոտ, որը չեք հասցնի ուղղակի սպառել կամ ժամկետը սպառված ապրանք, դուք լիովին իրավունք ունեք 10 օրվա ընթացքում ստանալուց հետո 10 օրվա ընթացքում հետ վերադարձնել տվյալ ապրանքը այն գրասենյակ, որտեղից որ վերցրել եք։ Մի խոսքով երեխեք ջան, սա ուղղակի չգիտեմ ինչի որոշեցի ասել, իմացեք ինֆորմացիա է պետքական եւ անցնենք առաջ։ Կարծես թե այս կտրվածքով էլ բան բաց չթողեցի, եթե ունեք հարցեր գրեք մեկնաբանություններում, ես սիրով կպատասխանեմ։ Եվ անցնելով առաջ, այստեղ այսպիսի շտկիչ միջոց մեր հիալուրոնիկ շարքից, սա պատվեր է, դեղցի գույնով 6916 ես էլ ունեմ, բայց անկեղծ պիտի ասեմ, այդքան շուշուտ չեմ անդրադառնում։ Սա պատվեր է, տեսեք ինչ լավ հերմետիկ սիրուն զմռսած է։ Հա, նույնն էլ կրեմները, տեսեք նկատեցիք իրանք ամեն մի բան ունի իր ամեն մի product ունի իր փակման, հերմետիկ փակման տարբերակը, հա։ Եվ դուք իրավունք ունեք նաև վերադարձնելու այն ապրանքը, որը նաև, ասենք, ենթադրենք այս հերմետիկ փակը չկա։ Հա, այս հերմետիկ փակը դուք լիովին իրավունք ունեք այդ ապրանքը ուղղակի հենց գրասենյակից չվերցնել։ Ես խորհուրդ կտամ նման ստուգումներ անել հենց տեղում, երբ որ ապրանքը ստանում եք, հա, գրասենյակում եւ անմիջապես ֆիքսել հարցը, որովհետև օրինակ իմ պարագայում էլ եղել են խնդիրներ, երբ որ ես վերցել եմ, չեմ ստուգել, հետո ժամանակն անցել է, տեսել եմ, բայց արդեն ժամկետն անցած է եղել ու ես չեմ կարող ժամանակը, այսինքն այն ժամանակահատվածը, որի ընթացքում ես պետք է հետ վերադարձնեի, արդեն սպառված է լինում ու բնականաբար արդեն մեղքը իմն է, ոչ թե ընկերության։ Եթե ես դա նկատել ժամանակին, բնականաբար կկարողանայի ժամանակին հետ վերադարձնել։ Այնպես որ այսպես, լավ, այս հարցը վերջ, փակենք, եթե ինչ-որ հարցեր ունեք, գրեք մեկնաբանությունում կպատասխանեմ։ Մի խոսքով անցնելով առաջ, այստեղ վերցրել եմ, ինչպես տեսնում եք, Salon Care շարքի 735-ը Կարալևսկայա Mango, ինձ համար են վերցրել տարբերակը պատվեր է 647-ը, էլի շատ լավ ներկեր են, այս ներկերը անցանք առաջ, լվացքի փոշիների մասին արդեն խոսեցի, հասկացաք թե որտեղից եմ իրենց ձեռք բերել, իրանց էլ անցնենք, վերցրել եմ այսպիսի SPF կրեմ, տեսնեք օրինակ շատ կարևոր է, այսօր ստացվեց դասախոսություն ժամկետների հետ կապված, հատկապես ստուգել են ապրանքները, որոնք սեզոնային չեն, հա, տեսեք 25 թվականի մայիսին է արտադրվել, էլի ուրեմն ժամկետի մեջ էլ անպայման ստուգեք, որտեղ հնարավոր է չլինի սեզոնային ապրանք, չստուգվի, պահեստի կողմից հազար մի բան կարող է լինել, ձեր ապահովության համար դուք անպայման ստուգեք, տեսեք, եթե կա նման խնդիր, անպայման հետ վերադարձեք։ Խոսքով սա SPF 50 արևապաշտպան կրեմն է, շատերը մտածում եք, որ SPF կրեմ պետք է օգտագործել միայն ամռանը, բայց ոչ, SPF կրեմ պետք է օգտագործել կլոր տարին, եթե հատկապես ինչ-որ խնդիր ունեք, հա, արևի հետ կապված ու ավելի բարձր, սա ամենաբարձր տարբերակն է SPF 50-ը, հիշեցնեմ նաև, որ մեր կրեմները պաշտպանում են ոչ միայն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, այլ նաև էկրանի կապույտ լույսից են պաշտպանում դեմքը, որը ովքեր չգիտեն, էկրանի կապույտ լույսը դա հեռախոսի համակարգչի լույսն է, որը էլի ունի մեր մաշկի համար շատ վատ ազդեցություն եւ բերում է երկարատև չարաշահման դեպքում բերում է խնդիրների, ասենք հեռախոսը բոլորիս կյանքում կա, իսկ ովքեր որ աշխատում են, ասենք համակարգչով, որվա գոնե 6-ից 8 ժամ հաստատ գտնվում են համակարգչի առաջ եւ դա եւս կարելի է կանխարգելել այդ խնդիրները, որը կարող է առաջացնել կապույտ լույսը, օգտագործելով ընդհանրապես SPF կրեմ։ Եկեք արտիկուլն էլ ձեզ ասեմ, 2780 է արտիկուլը, ունենք նաեւ 30 SPF-ով, 30 SPF երկու տեսակ ունենք, մեկը տարեքային մաշկի համար է, մեկը սովորական։ Ուրեմն անցնելով առաջ, այսպիսի էքսպերտ շարքի ցերամիդներով ամրացնող բալզամ 1899 է կոդը, սա էլ շամպունն է, հրաշալի հոտ ունի, անկեղծ ասած իմ համար չեմ վերցրել, նվիրելու եմ, 1894 էլ սրա կոդն է, էքսպերտ շարքը միշտ եղել եմ սիրելիների շարքում, շատ հարգված շարք է, տեսեք ինչքան լավ են մտածել, երբ բալզամը ավելի փոքր են անում, քան շամպունը, այսինքն այսպես ստեղծում է հնարավորություն, որպեսզի երկուսը միաժամանակ սպառվեն, հա, շատ լավն է շարքը, շատ սիրում եմ, բայց վաղուց իրան չեմ օգտագործում, մազերիս որակի փոփոխության հետ կապված։ Հիմա վերցնում եմ առանց սուլֆատների շամպուներ, որովհետև նման շամպուների մեջ կա սուլֆատ, որը մազերը չափից ավել չորացնում է։
արդեն իսկ չոր մազերը, իսկ եթե ունեք նորմալ հնազանդ մազեր, հաստատ կհավանեք, շատ լավն է, այս ժամանակին միայն իրան է օգտագործում, այնպես որ շատ սիրում եմ այս շարքը, բայց առայժմ իրանից չեմ օգտվում, հաշվի առնելով որոշակի անհատական ֆակտորներ։ Այստեղ ունենք C վիտամինով օքսոլոջի շարքից միցելյար ջուր, բոլոր տիպի մաշկերի համար նախատեսված, տեսեք ինչ լավ էկոնոմի տարբերակ է, 36-73-300 մլ է, շատ երկար կարող եք օգտագործել, ինքս չեմ օգտագործել, ճիշտ ասած, չեմ կարող ոչինչ ասած բացել, մի րոպե բացեմ, մի հատ էլ տեսնեմ։ Շատ հաճելի հոտ ունի եւ առհասարակ օքսոլոջի շարքը ես ինքը շատ սիրում եմ, շատ պրոդուկտներ ունեմ իրենից, օգտվում եմ, երևի թե եթե հետևում եք, տեսել եք, ինչ կարող եմ ասել։ Մենք կարող եմ զգուշացնել, որ եթե օգտագործում եք միցելյար ջուր, օրինակ ես երկար ժամանակ այդ սխալն արել եմ, հա միցելյար ջուրը օգտագործելուց հետո դե ինքը նախատեսված է, հուսամ գիտեք, դիմահարդարումը հեռացնելու համար, անպայման իրանից հետո լվացվեք։ Երբեք իրան մաշկի վրա մի թողեք, որովհետեւ դա կարող է շատ խնդիրներ առաջացնել, ել եմ ասում, դա իմ սեփական փորձից եմ ասում, լինում են չէ դեպքեր, երբ որ քեզ շատ գիտում տեղ ես դրում, չես ուսումնասիրում ու սկսում ես ինքնուրույն ինչ-որ բաներ անել։ Ես էլ մի ժամանակ ասել եմ, երևի 5-6 տարի առաջ, երբ օգտագործում եմ միցելյար ջուր, հատկապես ձմռանը, երբ շատ ալարում էի լվացվել, հա, օգտագործում եմ միցելյար ջուր ու չէի լվացվում իրենց հետո որոշ ժամանակ անց, շատ չսպասեցի, երևի մի 10-14 օր անց արդեն մաշկս այնպես էր չորացել, որ չգիտեմ, մոտ կատաստրոֆիկ աստիճանի ու ես սկզբնական շրջանում գլխի էլ չի ընկնում, որ դա կարող է լինել միցելյար ջրից։ Մի խոսքով եղեք ուշադիր միցելյար ջուրը օգտագործելիս, եթե օգտագործում եք երեկոյան, հեռացեք դիմահարդարումը եւ անպայման լվացվեք ու խոնավեցեք, եթե հատկապես 25 տարեկանից բարձր եք։ Այսօր մի տեսակ տրամադրվածություն ունեմ ձեզ լիքը բարի խորհուրդներ տալու։ Եթե ինչ որ թեմայի հետ կապված հարցեր մնում, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում, ես մեծ սիրով կպատասխանեմ։ Այսպիսի շամպուն գել եմ վերցրել տղամարդկանց համար Vendaventure շարքից, շարքը շատ հարգված է եւ շատ սիրված է, ովքեր վաղուց են օգտվում ընկերությունից կհիշեն իրան, որ ինքը ես օրինակ հիշում եմ իրան անհիշելի ժամանակներից, ինչքան ես կամ ընկերությունում, իսկ ես ընկերությունում 17 տարուց ավելի եմ, ինքը միշտ կա ու շարքը առհասարակ եւ իր օծանելիքը եւ իր բոլոր միջոցները հրաշալի հոտ ունի, միշտ հարգի են, միշտ պահանջված են 29-63, սա վերաթողարկված տարբերակներ, նախկին մի փոքր տարբերակով էր գալի, հիմա այսպեսի մեծ տարբերակով շատ լավն է, ամուսինը շատ հավանում եմ։ Այստեղ ինչ մնաց, այստեղ մնաց այս գեղեցկուհիները, ամբողջ 6 հատ, մեկ-մեկ չանդրադառնամ, ինձ թվում է իրան ներկայացնելու կարիք չկա, բոլորը գիտեն, 30-119 կոդը, ինքը հեռացնում է նույնիսկ ամենահին յուղերը, հա, ունիվերսալ է օգտագործում մեջ, կարող եք տարբեր կերպ օգտագործել։ Եթե իհարկե չգիտեք, բայց կարծում եմ իրան մարդ չկա, ոչ ճանաչի, եթե անգամ ոչինչ չեն օգտվում մեր ընկերությունից, հաստատ իրենից մի քանի այդպիսի պրոդուկտներ կան, հաստատ իրենից օգտված լինում են ու գիտեն իրենց որակը։ Եվ շատերը ասեն, որ մեր ընկերությունը ճանաչում ու հետո գալիս են, սկսում են օգտվել հենց նաև ի շնորհիվ այս պրոդուկտի, հա։ Եվ այստեղ վերջին բանը, որ ձեզ ցույց կտամ եւ կավարտեմ իմ այսօրվա ելույթը, այս ամանի հեղուկն է։ Մեր ամանի հեղուկները 0+ են, ովքեր չգիտեն, սա 500 մլ է, մեր ամանի հեղուկները խորհուրդ է տրվում օգտագործել բացելով, այստեղ մոտեցնեմ նայեք, տեսեք, մեկ սերվակը կարող եք 3 անգամ բացել ջրով, շատ էկոնում տարբերակ է եւ ցածր ջերմաստիճանի պայմաններում ինքը շատ լավ պայքարում է յուղի դեմ։ Սրա կոդը 370, իմ ամենասիրելիներից մեկն է։ Հրաշալի հոտ ունի։ Միակ բանը, որ այս ամանի հեղուկների մեջ ինձ սկսել է դուր չգալ, այս գլխիկն է, երբ սոյունը թողարկեց իր այդ գլխիկներով տարբերակը, հիմա այդ սոյունի ամանը վերջացել է, պետք է այս տարբերակը լցնեմ մեջը, որպեսզի օգտագործեմ, ովքեր չհասկացան, ունենք այսպիսի շարք, որը ունի այստեղ դատարկ տարաների մեջ, պետք է այստեղ մոտերքում հավաքում եմ դատարկ տարան եմ, մի րոպե հեսա դուրս բերեմ, ձեզ ասեմ, ու շատ լավ կլիներ, որ նման միջոցները այսպեսի հարմարավետ, տեսեք, տեսքը մի քիչ տխուր է, մի քիչ որն է, շատ տխուր է, մաքրման կարիք ունի, բայց այստեղ հավաքում եմ դատարկ տարաները, որը հետո ձեզ համար կնկարեմ, այսպեսի գլխիկը շատ օգտակար է եւ շատ հարմարավետ է օգտագործում եմ եւ շատ ուրախալի այն փաստը, որ լիքահապրանքներ, տնտեսական եւ նաեւ լոգասենյակի համար նախատեսված գելեր, ատամի մածուկներ օրինակ վերջին թողարկումներում այսպեսի գլխիկներով են առաջարկվում, որը շատ հաճելի է եւ հարմար է, ինչն ամենակարևորն է օգտագործման համար։ Մի խոսքով երեխեք ջան, այսքանը, շնորհակալություն որ նայեցիք, եթե մնացին որևէ հարցեր, կարող եք գրել մեկնաբանություններում, ես ձեզ սիրով կպատասխանեմ եւ հիշեցնեմ, որ մեկնաբանություն, ոչ թե մեկնաբանությունում, այլ նկարագրություն բաժնում կգտնեք նաեւ իմ կոնտակտները, կգտնեք on-line կատալոգը եւ բոլոր օգտակար հղումները։ Եթե մնացին ինչ-որ հարցեր, գրեք, կապվեք ինձ հետ,
միացեք իմ թիմին եւ կատարեք խելացի գնումներ իմ սիրելի ընկերությունից։ Այսքանը սիրելիներս, որովհետեւ մաղթում եմ լավ օր եւ հաճելի գնումներ, եթե խորհրդատու եք։ Լավ եղեք։